անդրադառնալու ենք եկեղեցու պատմությանը։ Եվ այսօր եկեղեցու պատմության դասաշարի առաջին դասն է, որը կոչվում է առաքյալների ժամանակաշրջանը։ Մենք ժամանակաշրջաններով ենք առաջ գնալու, եկեղեցու պատմությունը որոշակի փուլերի են բաժանել, ավելի ճիշտ ես չեմ բաժանել, աստվածաբանական այդպիսի բաժանում կա եւ ես օգտվում եմ այդ բաժանումից, ու մենք այսօր քննելու ենք եկեղեցու հիմնադրումից։ Տեր Հիսուսը 30 տարեկանում սկսեց ծառայել, եկեղեցու հիմնադրման օրը համարվում է Պենտեկոստեի օրը, այդպես Աստվածաշունչը չի ասում, որ այս օրը եկեղեցին ծնվեց, բայց տեսնում ենք, որ Քրիստոսի համբարձվելուց հետո կանոնավոր եկեղեցական ծառայությունները, պաշտամունքները սկսեցին Պենտեկոստեի օրից հետո։ Դրանից առաջ աղոթք էին անում 10 օր, համբարձվելուց հետո 10 օր աղոթք էին անում, մենք իմիջիալոց մոտենում ենք Պենտեկոստեի օրերին, եթե չեմ սխալվում, վաղը համբարձման օրն է, եւ դրանից հետո 10 օր հետո Պենտեկոստեն ենք տոնելու, հենց այս ժամանակների մեջ ենք եւ այս դասը համընկնում է այսպես ժամանակների հետ։ Ամեն դեպքում սկսենք դասը եւ բնականաբար աստվածաբանները մի քիչ տարեթվերը, ասենք մենք գիտենք, որ Քրիստոսի ծնունդով 0 թիվն է եղել, չէ՞, այսինքն դրանից է սկսում, ժամանակը բաժանվեց երկու մասի, եթե մենք հիմա ասում ենք 2026 թվական, մարդիկ ասում են, ամեն անգամ որ տարեթիվը ասում են, դավանում են Քրիստոսի ծնունդը, որովհետև Քրիստոսի ծնվելուց հետո 2026 թվական։ Իհարկե փոխում են մարդիկ մեր թվարկությունից առաջ, մեր թվարկությունից հետո, բայց իրականում անկեղծ ասած բոլորը պիտի համաձայնվեն, որ ճիշտ անվանումը Քրիստոսից առաջ եւ Քրիստոսից հետո։ Դա մեր թվարկությունը հաշվարկվում է Քրիստոսի ծնունդով, բայց աստվածաբանները ասում են, որ այնտեղ 1-2 տարվա կարող է տարբերություն լինի, այդ օրացույցների տարբերության հետ կապված, գիտեք, մենք այսպիսի բաներին շատ ուշադրություն չենք դարձնում, հիմա ասենք, եթե ասում ենք 33 թվականին Քրիստոս խաչվեց, պատմաբանները ասում են 32-ին ա եղել կամ 34-ին ա եղել, որովհետև ծնունդը 0-ից պիտի լիներ, բայց ասենք մի տարի հետ ա եղել կամ առաջ ա եղել, դա մեզ մեր հանրամատչելի աստվածաբանության մեջ բացարձակապես էական չի։ Խաչելությունը, հարությունը եւ համբարձվելը հիմքն են Քրիստոսի մարմնացում, ուսուցումները, խաչելությունը, որ մեր մեղքերի պատիժը Տերը դրեց իր որդու վրա, հետո մահին հաղթելը, երրորդ օրը հարություն առնելը եւ փառքով համբարձվելը եւ պիտի հիշենք, որ նաեւ վերադառնալու խոստում ա տվել Տեր Հիսուսը եւ այսպես թաքուն չի վերադառնալու, այլ ինչպես համբարձվելը տեսանելի էր բոլորին, այնպես էլ վերադարձը ամբողջ աշխարհին ա տեսանելի լինելու։ Գաղատացիս 4 գլխում հետաքրքիր գրված կա, որ այս ամենը հատուկ ծրագրված էր այդ ժամանակի համար։ Գաղատացիս 4 գլխի 4 եւ 5 խոսքերում գրված է, բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց եւ օրենքի ներքո եղավ, որպիսի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպիսի որդեգրություն ընդունենք։ Նպատակը որդեգրությունն էր, ամբողջ աշխարհի մարդկանց փրկությունը Քրիստոսով, որովհետեւ Մատթեոսի ավետարան 1:21-ում հրեշտակը, երբ որ Հովսեփին ասում է քո որդու անունը Հիսուս կդնես, որ նշանակում է փրկիչ, այնտեղ ասում է, որ նա իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից։ Ափրկությունը մեղքերից փրկելու միջոցով է լինում։ Եվ պիտի հասկանանք, որ Տեր Հիսուսը խոսում էր այս փրկության մասին, Տեր Հիսուսը քարոզում էր,
Տեր Հիսուսի հիմնական քարոզի թեման մեղքերից ապաշխարությունն էր։ Քարոզում էր մեղքերից ապաշխարություն, եւ երբ որ օրինակ Պիղատոսը հարցրեց դու իրապես թագավոր ես, ասեց այո, թագավոր եմ, բայց իմ թագավորությունը Հովանու 18:36-ում է գրված, Տեր Հիսուսը ասեց, բայց իմ թագավորությունը երեսունվեցում այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհից լիներ, իմ հետևորդները կգային ինձ կազատեին քո ձեռքից, բայց իմ թագավորությունը այստեղից չէ, բայց ինքը թագավորություններ հիմնում, եւ այդ թագավորությունը հիմնում էր իր եկեղեցու միջոցով։ Եվ երբ որ եկեղեցուն արդեն համբարձվելուց առաջ վերջին հրահանգներն էր տալիս, ասեց գնացեք նախ Երուսաղեմում, հետո Հրեաստան, հետո Սամարիա, հետո մինչև աշխարհի ծայրերը ավետարանը քարոզեք, որ մարդիկ հավատան ավետարանին, որ մարդիկ ապաշխարեն, ով հավատա կփրկվի, ով չհավատա կկործանվի, բայց դուք գնացեք եւ իմ թագավորության շրջանակները ընդլայնեք։ Ահա հետաքրքրական է, թե ինչ եղավ դրանից հետո, իր աշակերտներին հրահանգ տվեց, ասեց, բայց դուք հիմա սպասեք Երուսաղեմում, մինչև վերից զորություն կառնեք, եւ արդեն գիտենք 10 օր հետո, 10 օր աղոթքներից Տիրոջ երեսը փնտրելուց հետո, Պենտեկոստեի տոնի օրը, Սուրբ Հոգին է իջնում զորավոր կերպով, առաքյալները քաջությամբ լցված, հոգու զորությամբ լցված դուրս են գալիս Երուսաղեմի փողոցներ եւ օտար լեզուների պարգևն է գործում եւ այնտեղ տարբեր տեղերից հրեաները Սփյուռքից եւ նաեւ նորադարձներ, այսինքն մարդիկ կային այլ ազգերից, որ հրեականություն էին, հուդայականություն էին ընդունում եւ իրանք եկել էին Երուսաղեմ տոնի, Պենտեկոստեի տոնը այն 3 մեծ տոներից մեկն էր, երբ որ բոլոր հրեաները պիտի հավաքվեին Երուսաղեմում եւ եկել էին եւ տարօրինակ բան, իրենք լսում էին, պատկերացրեք, ասենք Հայաստանից հրեաները գնացել էին այնտեղ, օրինակ եմ ասում, չեմ ասում տենց եղել է, իրանք լսում էին, որ այս գալիլեացիները, որոնք հայերեն չէին կարող իմանալ, ամենք Գյումրուց ներկայացուցիչ ունենք, պատկերացրեք գնացել են ու Գյումրու բարբարով լսում են, որ Աստծուն են փառաբանում հրեաները, որ հայերեն չէին կարող իմանալ, Գյումրու բարբարը ընդհանրապես չէին կարող իմանալ։ Արդեն հասկանում են, որ սա աստվածային նշան է, ու շատերը այդ օրը ապաշխարում են, գրված է, որ 3000 հոգի միանում է եկեղեցուն, մկրտվում են, իհարկե այնտեղ կրկին հարց են տալիս, հավատում ենք արդեն, քարոզը լսում են Պետրոս առաքյալի, հավատում են եւ հարց են տալիս, ինչ անենք, սա ամենակարևոր հարցն է, երբ որ մարդը հավատում է Աստծուն, հավատում է Աստծու որդու ուսուցումներին, պիտի իր մեջ հարց տա, ես հասկացա, որ ես իր ասածի պես չեմ ապրել, մինչև հիմա, ապաշխարությունը սա է, ես մինչև հիմա Աստծու ասածով չեմ ապրել, հիմա ինչ անեմ, եւ բնականաբար Պետրոս առաքյալը պատասխանում է այս հարցին, որ ապաշխարեն, հավատան, մկրտվեն, միանան եկեղեցուն եւ Գործք առաքելոց 2-րդ գլխի, ահա այստեղ է, որ տեսնում ենք եկեղեցու ընթացքը 42-ից մինչև 47-ը ընթերցենք, ինչ էին անում այս մարդիկ, որ ապաշխարել էին, ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, առաքյալների ուսուցմանը նշանակում է, ինչպես մենք հավաքվում ենք ժամանակ առ ժամանակ, պարբերաբար, ոչ թե ժամանակ առ ժամանակ հավաքվում ենք ուսուցում լսելու, այնպես իրենք հատուկ օր ունեին եւ ջերմեռանդորեն ամեն գործերը մի կողմ դնելով հավաքվում էին, որ ուսուցումը բաց չթողնեին։ Առաջին դարի եկեղեցին ենք նկարագրում, առաքյալների ուսուցմանն էին հետևում, հաղորդությանն էին հետևում, հացի բեկմանն էին հետևում եւ աղոթքներին։ Նրանք բոլորը վախով համակված էին, որովհետեւ առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում,
Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում եւ նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր, նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները բաժանում բոլորին, ով ինչի կարիք ունենար։ Ամեն օր տաճարում էին համախմբվում, սա պիտի հիշենք, որտեղ տաճարը կործանվում է 70 թվականին։ Եվ առաջին եկեղեցին հավաքվում էր տաճարում, ամեն օր տաճարում էին հավաքվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում եւ ուրախությամբ ու պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակում, օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մեջ, սա էլ է շատ կարեւոր, լսեք, ամբողջ ժողովրդի մեջ դրսինների սեր ու հարգանք էին վայելում, իսկ Տերը նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր։ Այնպիսի մի միջավայր էր սիրո, համերաշխության, իրար օգնելու, որ ժողովուրդը կողքից նայում էր, հիանում էր եւ անընդհատ Տերը նոր մարդիկ էր ավելացնում։ Ահա այսպես ծնվեց եկեղեցին։ Եկեղեցի բառը բնագրում էկլեսիա բառն է, եկեղեցի իմիջիայլոց հայերեն եկեղեցին էլ էկլեսիայի նման ահնչում, բայց շատ լեզուներում հենց էկլեսիա էլ օգտագործում են, որը նշանակում է կանչվածների ժողով։ Իհարկե եկեղեցի այսօր ասելով շատ մարդիկ հասկանում են շենքը, գնում ենք եկեղեցի։ Այն ժամանակ, եթե դու ասեիր գնում ենք եկեղեցի, կասեր մարդիկ չէին հասկանա, կասեն եկեղեցին մենք ենք, ո՞նց են գնում եկեղեցի։ Եկեղեցին ժողովն է, մարդիկ են, այս բառը նշանակում է կանչվածների ժողով։ Իհարկե պիտի ասեմ, որ Աստվածաշնչում եկեղեցի բառը երկու իմաստով է օգտագործվում։ Դա տեսանելի եկեղեցին է կամ տեղական եկեղեցին եւ անտեսանելի եկեղեցին կամ համընդհանուր կամ տիեզերական, այսպես տարբեր անուններով են կոչում։ Տեսանելի եկեղեցին, այն որ մարդիկ հավաքվում են եկեղեցում, կամ եկեղեցին, որ հավաքվում է, իրականում Մատթեոսի ավետարան 13-րդ գլխի են ծորենի եւ որոմի առակը, գիտեք, հիշում եք, ծորենի ու որոմի խառնուրդ է։ Մենք չգիտենք, օրինակ Կիրակի օրը մեր եկեղեցաշենքի մեջ, որ հավաքվում է եկեղեցին, ես ուզում եմ արդեն աստվածաշնչյան տերմիններով խոսամ, եկեղեցաշենքի մեջ, երբ որ հավաքվում է եկեղեցին, մենք չգիտենք այդ հավաքվածներից որոնք են անկեղծ, որոնք են կեղծ, որն է ցորեն, որն է որոմ, անգամ Պողոս առաքյալը զգուշացնում է, որ եկեղեցում անգամ առաջնորդների մեջ կարող են լինել օրինակ սատանայի կողմից ներդրված, Կորինթացիներին ուղված նամակի մեջ է, ասում է սատանան ինքը կարա լույսի հրեշտակի կերպարանքով գա, ինչ դժվար է, որ նրա պաշտոնյաներն էլ արդարության պաշտոնյաների տեսք ընդունեն։ Դուք պիտի, Տեր Հիսուսը ասում էր, իրենց պտուղներից ճանաչեք։ Չի կարող լավ ծառը վատ պտուղ տալ, վատ ծառն էլ լավ պտուղ տալ։ Իրենց կյանքի պտուղները խոսելու են իրենց մասին։ Կեղծ հավատացյալը երկար չի ձգում։ Կեղծ հավատացյալը մի օր հոգնելու է իր դիմակներից, իր դերասանությունից, մի օր պորտկալու է եւ Աստվածաշունչը ասում է գաղտնի բան չկա, որ գաղտնի մնա։ Մի օր Աստված ամեն ինչ բացահայտելու է։ Ահա տեսանելի եկեղեցին, տեղական եկեղեցին, այսպես ասեմ, եւ որոմներ կարող են լինել, եւ ցորեններ կարող են լինել այս առակի իմաստով, բայց անտեսանելի եկեղեցին, երկրորդ Տիմոթեոս 2:19-ում գրած, Տերը ճանաչում է իրեններին, եւ իրենները այս կնիք ունեն իրենց վրա։ Անօրենությունից հեռանա յուրաքանչյուր ոք, ով Տիրոջ անունն է կանչում։ Այսինքն, այս բոլոր աշխարհի բոլոր եկեղեցիների մեջ Տերը իր մարմին է կոչում, անտեսանելի, տիեզերական կամ համընդհանուր եկեղեցի է կոչում, այն եկեղեցի եկողներին, եկեղեցու այն անդամներին, որոնց սիրտը ինքը տեսնում է եւ տեսնում է այդ անկեղծ նվիրումը, անկեղծ հավատքը իր հանդեպ։ Ահա այս տեսանելի եւ անտեսանելի եկեղեցու տարբերությունը նույնպես պիտի հասկանանք եւ այս անտեսանելի եկեղեցին, որը տեսանելի մարդկանցից կազմված եկեղեցի է, բայց միայն Տերն է, որ գիտի ով է այդ եկեղեցու մեջ, ինքը միաբան եկեղեցի է, կապ չունի դու որ հարանվանության մեջ ես։
ինձ մեկ այսպես ես էլ եմ տենց ռոմանտիկ երազանքներ ունեցել, մեկ մարդիկ գրում են, ասում են, «Ես լավ կլինի, որ աշխարհի բոլոր եկեղեցիները միաբանվեն»։ Իրականում միաբան են աշխարհի բոլոր եկեղեցիները, բայց միաբանը անտեսանելի եկեղեցին, իսկ տեսանելի եկեղեցին ամեն մեկը իր շահը խանգարում է իր միաբանության, եւ երբեք էլ չի լինի այդ միաբանությունը։ Ոչ թե ես չեմ ուզում, ես շատ եմ ուզում, բայց քանի դեռ կա մարդկային եսը, բոլորը ուզում են միաբանություն, բոլորը ասում են դուք հարմարվեք մեզ, ապաշխարեք կլինենք միաբան։ Այսինքն դա խոնարհության տեսակետ է չի, որովհետև ամեն մեկը իր աչքին ինքը ճշմարիտ է երևում, ինքը ճիշտ է երևում, ինքը արդար է երևում, մեր եկեղեցին ամենաճիշտն է, մնացածը սխալ են, բոլորը սենց են մտածում եւ սա խանգարում է տեղական եկեղեցիների միաբանությանը եւ ես կարծում եմ, որ կամ Տերը գալու է ու միաբանի բոլորին, կամ հալածանքը շատ ուժեղ բան է հալածանքը միավորելի է, որովհետև հալածանքի ժամանակ ոչ ոք չի ասում դու մկրտական ես, չգիտեմ, դու հոգեգալստական ես, դու առաքելական ես, դու էլ կաթոլիկ ես։ Այ հալածանքի ժամանակ մարդիկ իրար գտնում են անկեղծները, իսկ կեղծերը անմիջապես դավաճանում են։ Եվ ոչ ոք չի նայում այդ հարանվանական տարբերություններին։ Այնպես որ միաբանության ժամանակն էլ կգա, բայց հիշենք, որ անտեսանելի եկեղեցին միշտ միաբան է, որովհետև ունի մեկ շահ, Աստծու արքայության շահը։ Ոչ թե իմ եկեղեցու շահը, ոչ թե իմ համայնքի շահը, այլ Աստծու արքայության շահը։ Եվ ինչպես Սաղմոս 2-ն է ասում, ես ընկեր եմ բոլոր նրանց, ովքեր երկյուղ ունեն քո անունից, եւ ես էլ միաբան եմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրենց շահը երկրորդական են դնում, Աստծու արքայության շահը առաջնային եւ կապ չունի հարամբանությունը։ Իհարկե ճշմարիտ վարդապետություն ունեցող եկեղեցիների մասին է խոսքը։ Ժամանակի լրումը երբ որ եկավ, Աստված որոշեց իր որդուն ուղարկի աշխարհ եւ որդու աշխարհ գալով հիմք դրվեց եկեղեցու ծնունդին։ Հա տեսնում ենք Պենտեկոստեի օրը եկեղեցին սկսում է գործել եւ սա իդեալական ժամանակաշրջան էր, ինչի է ժամանակների լրումը, ինչի պիտի գար այդ ժամանակը, որովհետեւ ամեն ինչ Աստված նախապատրաստել էր դրա համար։ Կայսրությունը, հռոմեական կայսրությունը բավականին մեծ տարածքում այնպես էր արել, որ բոլորը ունեին համընդհանուր լեզու։ Հունարենը կայսրության լեզուն էր։ Կայսրության բոլոր ծայրերում այդ լեզվով խոսողներ կային եւ հասկանում էին։ Պատկերացնում եք ինչ դաշտ էր։ Ճանապարհները, խաղաղություն էր, հանցագործությունը նվազել էր, այսինքն անվտանգ էր մի տեղից մյուս տեղը գնալը։ Անկամ ծովահեններին, ես պատմություն մի քիչ ուսումնասիրեցի, ծովահենների հարցն էր լուծված, գրեթե ծովահեն չկար եւ նավարկելն էր անվտանգ դարձել։ Ամեն ինչ Աստված պատրաստել էր, որ իր ավետարանը տարածվի։ Եվ թե լեզուն, թե խաղաղությունը, թե անվտանգությունը, թե հաղորդակցությունների հնարավորությունները ամեն ինչ պատրաստ էր։ Եվ շատ հետաքրքրական է, թե ինչպես 12 աշակերտները կամ 150-ը կամ 3000-ը հետո Պենտեկոստեի օրը, թե ինչպես այս համեմատաբար փոքր խումբը կարողացավ ամբողջ հռոմեական կայսրությունը 300 տարում դարձնել քրիստոնեական։ Բայց մենք առաջին 100 տարվա վրա ենք կանգնելու այսօր, հաջորդ դասին կգնանք մինչև պետականության ժամանակները, մինչև 300-ական թվականների սկիզբը։ Թե Հայաստանում, թե բյուզանդական կայսրության մեջ արդեն կտեսնենք, թե ինչպես քրիստոնեությունը տարածվեց։ Իհարկե, ամեն ինչ հարթ չէր։ Հիշում եք Ստեփանոսի նահատակությունը, Հակոբոսի նահատակությունը, բայց նաև հալածողներից, գիտեք, Պողոս առաքյալը, երբ որ հիշում է Ստեփանոսի քարկոծել, ասում է, ես այնտեղ էի, սրտանց ուզում էի ես էլ մի քար վերցնեի ու խփեի, որովհետև ատում էի քրիստոնյաներին, բայց տարիքս դեռ
չէր բավականացնում եւ ես մարդկանց հանդերձներն էի այդտեղ հսկում, բայց սրտանց մասնակից էի, այսինքն սրտով մասնակից էի այդ սպանությանը եւ գիտենք, որ նույն ժամանակներում այսինքն այդ ժամանակներում մի փոքր անց մի քանի տարի անց ինքը ապաշխարում է եւ դառնում է զորավոր առաքյալներից մեկը եւ Սողոսի դարձը, որ հետո վերանվանվեց Պողոս, մեծ իրադարձություն էր։ Նաեւ ինչա տեղի ունենում, որովհետեւ հրեաների առաջին դարի եկեղեցու, առաջին դարի չասեմ, առաջին եկեղեցու, այս նոր ծնված եկեղեցու մտածելակերպի մեջ չէր տեղավորվում, որ փրկությունը, թեև Տեր Հիսուսը ասել էր, հիշում եք, գնացեք մինչև աշխարհի ծայրերը։ Բայց ասենք, երբ որ Պետրոս առաքյալը գնաց Կորնելոսի տուն քարոզեց եւ Կորնելոսի ընտանիքը ապաշխարեց, իրեն կանչեցին, ասեցին չհասկացանք։ Ժողով եղավ Երուսաղեմում։ Ասեցին՝ մի հատ հլա ասա տեսնենք, ինչ իրավունք ունես դու Հեթանոսի տուն մտնես, որովհետեւ մտածելակերպը դեռ հրեական էր։ Եվ առավել եւս Պողոսի ու Բարնաբասի առաջին միսիոներական ճամփորդությունից հետո հատուկ ժողով գումարվեց 50 թվականի մոտերը մոտակայքում, որ հավատքը հրեական չի, այսինքն եկան, գիտեք, մարդիկ կային, որ ասում են Պողոս առաքյալի թղթերում դա շատ կա, ասում են, որ երբ որ մարդը Քրիստոսին ընդունում է, պիտի հրեական կանոնները պահի, ասենք պիտի թլպատվի։ Հետո ժողովը եկավ ու ասեց, որ եկան այն եզրակացության, որ Տերը այդպիսի բան մեզ չի ասել եւ հրեա դառնալ պետք չի Քրիստոսին հավատալու համար։ Եվ սա մեծագույն առաջընթաց էր։ Մենք հիմա լսում ենք սա ու հասկանում ենք դե տենց էլ պիտի լիներ, բայց այն ժամանակ սա դեմ էր ամբողջ եկեղեցու պատկերացումների։ Հիշում եք, երբ որ Պետրոս առաքյալը եկել էր Պողոս առաքյալի հետ, ամեն ինչից հետո արդեն Պողոս առաքյալը եկեղեցիներ է հիմնում, Պետրոսը գալիս է այդ եկեղեցիներում ծառայում է, եղբայրների հետ հաց է ուտում, հանկարծ Երուսաղեմից մարդիկ են գալիս։ Ինքը սկսում է իրան հեռու պահել, հասկանում եք, այդ մտածելակերպը եկեղեցու առաջնորդների մեջ, Պետրոսի մեջ անգամ կար, որը Աստված հերթականությամբ, զգուշությամբ արմատախիլ էր անում։ Քրիստոսի հանդեպ հավատքը, քրիստոնեությունը հրեականություն չի։ Եվ մարդը չպիտի հրեա դառնա եւ հրեաների կանոնները պահի, որպեսզի փրկություն ունենա, այլ Քրիստոսին պիտի հավատա։ Եվ ոչ թլպատությունը, ոչ կանոնները, ոչ օրենքները պարտադիր չէին, միայն հիշում եք, որ անառակությունից հեռու մնան եւ կուրքի զոհված չուտեն եւ նաեւ միս արյունով չուտեն, խեղդվածը չուտեն, որոշակի կանոններ կային, որոնք հիգիենայի եւ առողջության կանոններ էին, որոնք Աստծուն հաճելի չի, միս արյունով ուտելը Աստծուն հաճելի չի։ Դա Մովսեսի օրենքը չի, դա Երուսաղեմի ժողովի Սուրբ Հոգով լցված առաքյալների եզրակացություններ, որոնք նաեւ ասեցին, որ թլպատվելը կանոն չի։ Ինչա տեղի ունենում հետո Պետրոսի ներողություն, Պողոսի երկրորդ միսիոներական ճամփորդությունն է դրանից հետո լինում 62-ից 64 թվականներում Մարկոսի ավետարանն է գրվում, հետո մյուս ավետարանները 64 թվականին հայտնի իրադարձությունները ասեմ, որպեսզի պատկերացնենք այս պատմական ընթացքը, արդեն բավականին տարածվել էին եկեղեցիները ամբողջ կայսրությունով եւ Հռոմում մեծ հալածանք է լինում Ներոնի ժամանակներում Ներ բառը հենց Ներոն կայսեր անունից է առաջացել եւ գիտեք պատմիչները ասում են, որ ինքը հրդեհում է Հռոմը, որովհետեւ ուզում է նոր թաղամասեր կառուցի ու հին Հռոմը այդ փայտի տնակներով հրդեհում է, բայց կարծես մեղքը գցում է քրիստոնյաների վրա եւ քրիստոնյաներին ամբողջ ժողովուրդը սկսում է ատել, հալածել, կենթանի վառում են, մեծ հալածանքա տեղի ունենում, սա լինում է 64 թվականից սկսած
եւ 66-ից 68 թվականներին նաեւ սա արդեն Աստվածաշնչում իհարկե ես ինչ որ ասում եմ գրված չի, սրանք պատմական փաստեր են եւ այս դասից հետո Աստվածաշնչում բնականաբար մենք եկեղեցու պատմությունը պատմական փաստերի վրա ենք ուսումնասիրելու նաեւ այսպիսի պատմական փաստա Պետրոսի ու Պողոսի նահատակվելը Հռոմում երկուսն էլ Հռոմում Պետրոսին խաչում են, բայց ինքը ասում է, որ արժանի չեմ իմ տիրոջ պես խաչվելու, իրան գլխի վայր են խաչում, իսկ Պողոսին գլխատում են։ 70 թվականին Երուսաղեմի կործանումն է եւ տաճարի կործանումը։ Քրիստոնյաները տարածվում էին եւ Քրիստոսի հիմնած թագավորությունը ընդլայնվում էր շատ արագ եւ սա նախանձ էր առաջացնում, սա ատելություն էր առաջացնում։ Հիշում եք Արտեմիսի վարպետների այդ արձանիկներ պատրաստողների աղաղակը, որ իրենց գրպանին էր կպնում արդեն, որովհետև մարդիկ, որ ապաշխարում էին, այդ արձանիկները չէին գնում եւ հեթանոսությունից դառնում էին քրիստոնեության եւ դա մարդկանց գրպանին էր խփում։ Եվ երևի ամենացավոտ տեղը անապաշխար մարդու իր գրպանն է ու մեծ հալածանքներ էին սկսում դրա պատճառով ատելություն էր գալիս սուտ մեղադրանքներ այնպիսի մեղադրանքներ ես հիմա կարդում եմ օրինակ Քրիստոսի մարմինը եւ արյունը չէ հաղորդության ժամանակ մենք ասում ենք սա արյունն է սա մարմինը եւ իրանց մարդակերության մեջ էին մեղադրում էլ չէին ասում այսպես ինչ որ բան էին լսել Չեն էլ ճշտում, մարդակերության մեջ էին մեղադրում, անառակության մեջ էին մեղադրում, որ այդ համայնքները սուրբ կյանքով ապրող մարդիկ են, ինչ մեղք, Հռոմի այրվելու մեջ, չգիտեմ, ազգի դավաճանության մեջ, պապերի հավատքը թողելու մեջ, զուգահեռներ տեսնում եք այսօրվա իրականության մեջ, ով ճշմարտությունով է ապրում, մարդիկ ատելությունով են լցվում ճշմարտությունով ապրողների հանդեպ եւ մեծ հալածանք էր սկզբում հրեաների կողմից մենք տեսնում ենք հենց Երուսաղեմում, բայց նաև հրեա Սփյուռքում, որովհետև հիմնականում հրեաները, ժողովարանի հրեաները, իրենք նախանձում էին եւ ատում էին հրեա քրիստոնյաներին, որոնք քրիստոնյա էին դարձել, եւ տեղի իշխանություններին հրահրում էին քրիստոնյա հրեաների կամ նորադարձների դեմ, քրիստոնեական եկեղեցու դեմ, բայց հետո նաև եկեղեցու ընդլայնման հետ արդեն սկսեցին հեթանոս կառավարիչները նաև ատելությամբ լցվել եւ մեծագույն հալածանքներ, նահատակություններ տեղի ունեցան։ Առաջին Կորինթացիս 4:9-ում Պողոս առաքյալը ասում է մենք տեսարան դարձանք աշխարհին, տեսարան հրեշտակներին ու մարդկանց։ Եվ առաքյալների նահատակության մասին եմ ուզում խոսել, բնականաբար ոչ միայն 12 դե գիտենք Հուդան առաքելությունից զրկվեց, ինքնասպան եղավ դավաճանությունից հետո, Պետրոսը Հռոմում քարոզեց, Հռոմի եկեղեցուն ծառայեց եւ նահատակվեց արդեն ասացի Հռոմում, գլխի վայր խաչվելով, Հակոբոսը, Հովանեսի եղբայրը, սպանվեց Հերովդես Անտիպասի կողմից, գլխատվեց 44 թվականին, Հովանեսը միակն էր, հիշում եք Տեր Հիսուսն ասաց, որ ինքը իր մահով է մահանալու, միակն էր, թեև կրկին հալածանքներով անցել Պատմոս կղզու գոնե այդ իր աքսորի մասին հայտնության գրքում գրված է, բայց ինքը իր մահով է մահացել Եփեսոսում 98-99 թվականներին Անդրեասը պատմիչները ասում են, որ քարոզել է Սկյուտիայում, Հունաստանում, Փոքր Ասիայում խաչվել է, Փիլիպոսը Փրուգայում, Հիերապոլիս քաղաքում նահատակվել, Բարթուղիմեոսը, գիտենք մենք, որ Բարթուղիմեոսը եւ Թադևոսը գալիս են Հայաստան, Բարթուղիմեոսին Հայաստանում ամենադաժան կերպով մահապատժի են ենթարկում, մահապատիժը լինում է հետևյալը, մտրակել մինչև մահանալը եւ արդեն չգիտեմ ինչքան քանի ժամ են մտրակել, բայց մտրակել են մինչև մահանալը, մահացել է, նոր դադարացրել են մտրակելը։
Թովմասը հասել է մինչև Հնդկաստան, քարոզելով Պարսկաստանում այդ ճանապարհին եւ նահատակվել է Մադրաս քաղաքի մոտակայքում, Մատթեոսը Եթովպիայում, Ալփեոսի որդի Հակոբոսը Եգիպտոս է հասել, Պաղեստին, այնտեղ խաչել են Եգիպտոսում, Թադևոսը, որ նաև Թադևոսի անունը Հուդա առաքյալն է, ոչ Իսկարիովտացին, Ասորեստան, Պարսկաստան, այնտեղ է նահատակվել, Սիմոն նախանձահույզի մասին, այսպես պատմական տվյալներ չկա, ավելի շուտ եկեղեցական ավանդույթներ կան, եւ տարբեր տեղերում են ասում, որ ինքը քարոզել է եւ նահատակվել, տարբեր աղբյուրներ կա, անգամ մինչեւ իսկ Վրաստանում ասում են, որ Սև ծովի ափին է նահատակվել, բայց ավելի շատ սրանք տարբեր եկեղեցական ավանդույթներ են, որոնք երբեմն իրար հակասում են, իսկ մնացածը պատմական տվյալներ են։ 93-94 թվականներին շատ կարևոր մի տեղեկություն պիտի փոխանցեմ ձեզ, որ Հովսեփոս Փլավիոս անունով պատմիչը գրում է հրեական հնություններ գիրքը կամ հրեաների հնախոսություն, այսպիսի թարգմանությամբ եթե ասեմ, որտեղ խոսում է Հիսուսի մասին եւ նրա աշակերտների մասին եւ իր այս պատմիչի պատմագրքի տեղեկություններից մենք բավականին բաներ ենք իմանում, օրինակ Հիսուսի մասին է խոսում, նրա եղբայր Հակոբոսի մասին է խոսում է խաչելության մասին, խոսում է նաև այն մասին, ինքը չի հավատում, բայց ինքը պատմիչ է, ինքը նկարագրում է ինչ ինֆորմացիա է ստանում եւ ասում են, որ երրորդ օրը դարձյալ կենդանի երևացել է իր աշակերտներին։ Այսինքն ինչն է հետաքրքիր, որ ինքը քրիստոնյա չի եղել, բայց նկարագրում է պատմական փաստեր եւ մեծ արժեք ունեցող տեղեկություններ ենք մենք ստանում քրիստոնեական եկեղեցու Տեր Հիսուսի մասին, ոչ աստվածաշնչյան տեղեկություններ, որոնք պատմական փաստեր են։ 95-98 թվականներին եւս մեկ կայսր Դոմիցիանոս կայսրը մեծ հալածանք է սկսում քրիստոնյաների հանդեպ եւ ինքը միշտ մեկ Նաբուկոդոնոսորը որ արձանա կանգնացնում ինքը բոլորին պարտադրում էր որ իրեն պաշտեն որպես Աստված դե բնականաբար քրիստոնյաներն էլ ասում են մենք միայն մեկ Աստված ունենք, մենք ոչ ոքի չենք երկրպագում եւ Դոմիցիանոսին երկրպագելուց հրաժարվելը անմիջապես մահապատիժ էր եւ մեծ հալածանք է լինում Դոմիցիանոսի օրոք 96 թվականին ունենք Կղեմես Հռոմեացու նամակը կամ Կղեմես առաջին են ասում Հռոմի քրիստոնյա առաջնորդներից է որը բավականին կրկին խոսում է արդեն այդ ժամանակների եկեղեցու իրավիճակի մասին եւ ցավալիորեն տեսնում ենք որ այն որ մենք գործք առաքելոց 2-րդ գլխի 42-ից 47 հատվածում տեսանք այդ սերը միաբանությունը իրար հանդեպ հոգատարությունը համատեղ հավաքվելը տեսնում ենք որ խնդիրներ էին արդեն առաջացել եկեղեցու մեջ որոնք գնալով խորանալու են եւ մենք արդեն եկեղեցու պետականացումից հետո տեսնելու ենք թե ինչպես է եկեղեցին աստվածաշնչյան հավատքի սկզբունքները դարձնում երկրորդական դրա մասին դեռ կխոսենք բայց Կղեմես Հռոմեացու նամակը բավականին հետաքրքիր տեղեկություններ է մեզ փոխանցում ես իմ մոտ պիտի նշած լինեի ինչեր փորձեմ հիմա գտնել այո խոսում է եկեղեցու կարգի մասին խոսում է իր նամակի մեջ հարության
որովհետև այն ժամանակ արդեն մարդիկ կային, որ հարությունը կասկածի տակ էին դնում, խոսում հարության փաստի մասին։ Պատկերացրեք միակ կենդանի առաքյալը, որ իր աչքերով տեսել էր Հիսուսին, Հովհաննեսն էր, այն էլ այդ տարիներին զառամյալ ծերունի էր եւ 98-99 թվականներին մահանում է։ Կոչ է անում խաղաղության, միաբանության, որովհետև միաբանության խնդիր կար եկեղեցական ծառայողների միջև, պաշտպանում է եկեղեցու կարգը, խոսում է հնազանդության մասին, հիշատակում է առաքյալների ծառայությունը եւ հորդորում խոնարհության ու սիրո վերադառնալ։ Վերջին բանը, որ կուզեմ խոսել, դա 95-ից 99 թվականներին գրվում է մի աշխատություն, որը կոչվում է Դիդախե, Դիդախեն նշանակում է ուսուցում, եւ այս գիրքը սովորեցնում էր քրիստոնեական վարքը, աղոթքի մասին, ծոմապահության, մկրտության, հաղորդության, եկեղեցական առաջնորդության, այսինքն հասկանում ենք, որ եկեղեցիները շատացել էին եւ ինչ որ մի ուղեցույց էր պետք, որը կօգներ եկեղեցիներին, որ ամեն մեկը չասեր, մեր մտքով այսպես է անցնում, այսպես ենք անում, այն մեկը մեր մտքով այսպես ենք անում, եւ փորձում էին առաքյալներից վերցրած այդ ուսուցումները փոխանցել մյուսներին, բայց մենք հաջորդ դասին ամենայն հավանականությամբ կխոսենք նոր կտակարանի կանոնի մասին։ Իհարկե Դիդախեն չի մտնում նոր կտակարանի կանոնի մեջ, այսինքն ինքը չի համարվում Սուրբ Հոգով ներշնչված գիրք, բայց կարող ենք ասել, որ այս առաջին դարի վերջին կարևորագույն եկեղեցական ուղեցույց է լինում, որի մեջ նաև հասկանում ենք այն ժամանակվա եկեղեցական կարգը, աղոթքի, ծոմի մասին, առաքյալների, մարգարեների մասին, մի խոսքով, այսպես առաջին դարի եկեղեցին հալածանքների մեջ հերոսական հավատքի, աճի, ընդլայնման, նվիրման, Քրիստոսին իրենց աչքով տեսած մարդկանց, գիտենք, որ միայն 12 առաքյալները չեն եղել, Աստվածաշունչը ասում է 500-ից ավելի մարդու է Տերը հանդիպել հարություն առնելուց հետո, եւ այս մարդիկ տարածվել են ամբողջ աշխարհով, այն ժամանակվա հասանելի աշխարհով մեկ արդեն տեսանք մինչև Հնդկաստան, եւ հետո աշակերտները ավելի են հեռու գնում, իսկ թե ինչքան են հեռու գնում, ինչեր է տեղի ունենում, կարծում եմ հաջորդ ժամանակաշրջանի մեջ 100-ից 300 տարիների մասին մեր հաջորդ դասի մեջ կանդրադառնանք։ Եկեք այսքանով ինչքան հասցրեցի մոտ 36 րոպե ցույց տալիս, այս 36 րոպեների մեջ փոխանցել, գիտեք, որ կարելի է շատ մանրամասն խոսել, բայց մեր նպատակը դա չի, ընդհանուր պատկերացում կազմենք եկեղեցու պատմությունից եւ այսպես փուլ առ փուլ կգնանք առաջ մինչեւ մեր ժամանակները եկեղեցու պատմությունը։ Հուսամ, որ հետաքրքիր առարկա կլինի ձեզ համար եւ այսպես ամփոփ կհասկանանք ինչ ենք մենք ժառանգել եւ ամեն մեկը կարծես այդ փոխանցումավազքը որ կա, որ փայտիկը փոխանցում են, ամեն մեկը փոխանցել է մյուսին, լավ ավազել, վատ ավազել, հասել է մեզ եւ այս ընթացքը, երբ որ մենք հասկանանք եկեղեցու պատմությունը, նաեւ կհասկանանք իսկ մեր բաժինը որն է այս մեր վերցրած այդ փոխանցումավազքի մեր փուլում։ Եկեք Տիրոջից իմաստություն խնդրենք սրա համար եւ գոհանանք եկեղեցու համար։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս։ Գոհանում ենք քեզանից Տեր այս աստվածաբանական առարկաների համար եւ նաեւ եկեղեցու պատմություն առարկայի համար, որ մենք կարողանում ենք գնալ դեպի արմատները, գնալ եկեղեցու պատմությունը։ Կուզեմ, որ քո հոգին խոսի մեր ամեն մեկի սրտերին եւ քո զավակներին այս դասընթացի մեջ տաս այնպիսի գիտելիք, որ մենք հղկված, քո հոգով լցված իմաստությունով մեզանից առաջ լինողների
սխալների վրա սովորելով եւ իրենց հաջողություններից օրինակ վերցնելով ծառայենք քեզ։ Թող այս դասընթացը օրհնություն լինի մեր եկեղեցու համար եւ յուրաքանչյուր հավատացյալի համար, որ կմասնակցի դասին։ Խնդրում ենք, օրհնես, առաջնորդես եւ մյուս դասերի մեջ էլ քո հոգով քո զավակներին փոխանցես հենց այն, ինչ պետք է մեզանից յուրաքանչյուրին քեզնից ընդունելու համար։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։